որոշեց։ Դատախազության Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Բեգդարյանի, մեղադրել Դավիթ Համբարձումյանի, պաշտպան Տիգրան Աթանասյանի, մեղադրել Դավիթ Համբարձումյանի և Գոռ Համբարձումյանի պաշտպաններ Վահե Մարկյանի, Գրանե Պապայանի և Արման Կարապետյանի վերաքննիչ բողոքները բավարարել մասնակի։ Երևան քաղաքի առաջին հերձանին հանր և ըստ քրեական դատանի 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռում մասնակի մեղադրել Դավիթ Մերի Համբարձումյանի և Գոռ Մերի Համբարձումյանի մասը բեկանել և առույթը այդ մասով փոխանցել նույն դատարան նոր դատականություն։ Մեղադրել Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խաբկանմիջոց կիրառված 2 միլիոն դրամի չափով գրավը թողնել անփոփոխ։ Մեղադրել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խաբկանմիջոց կիրառված տնային կալանքը փոխել վարչական հսկողություն այլընտրանքային խաբկանման միջոցի վերջինիս ազատ արձակելով դատական լիստերի տարիք։ Մեղադրել Դավիթ Համբարձումյանի պարտավորեցնել շաբաթը մեկ անգամ գրանցվել իր բնակության վայրի հանրային պրոբացիայի ծառայությունում։ Մեղադրել Դավիթ Համբարձումյանին արգելել առանց վարկ իրականացման մարմնի դատանի թույլտվությամբ փոխել մշտական բնակության վայրը, հաղորդակցվել նշված քրեական գործով դժողներ Ինջի Գուլյանի, Բադոյանի, Ասլանյանի, Պողոսյանի և Վրգա Դանիելյանի վարչական հսկողության մասով որոշման կատարումը հանձնարարել հանրային պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանմանը։ Մեղադրել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խաբկանման միջոցներ կիրառված բացակայելու արգելքերի 5 միլիոն դրամի չափով գրավը թողնել անփոփոխ, դատավճիռի մնացած մասով թողնել անփոփոխ։ Որոշումը կարող բողոքակել հայ վերաքննիչ քրեական դատան, ներողություն հայ վճռաբեկ դատան այս տարանավորումից մեկամսյա ժամկետում։ Հայ քրեական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա արձանագրվում է, որ դատական կազմի դատավոր Մակար Կիրակոսյանը նոր դատականության ուղարկելու վերաբերյալ ունի տարբերվող ֆակտի։ Դատական նիստը հայտարարվում է փակված։